Բարի լույս ժողովուրդ ջան, բարև բոլորին։ Վերջապես կախում ենք այս վարագույրը, թե չէ ճանճերը զզվացնում են արդեն, մտնում են ճանճերը, մոծակները, կախենք, որ վերջացնենք այդ բանից, գլխացավանքից պրսնենք։ Այսօր հյուրեր էինք սպասում, Աշուտը, ձկները իշխան դե հայստեղի իշխան է էլի, ֆորել, աղա արել, մշակել դրելա, սարած լավաշը սարսախցիկից հանեցի, ծաղիկը սիրան լավ ազգում էստեղ, այս խեղճու կրակ գազարները, տեսնենք ինչքան կաճ են, կարևորը ծլել են, ես էլ չերին, դեպի դուրս ա ուզում, նայեք թեքվելա դեպի լույսը, բայց հիմա դուրս չեմ հանի, որովհետև էսա կգան կրակ կվառեն ու կվնասեն, մինչև այդ շորերը կչորանա հավաքեմ, փռեցի ու գնացի մասաժի, համարյա չոր են, մի քիչ էլ մնա մինչև մի կես ժամ 40 րոպեից մեր հյուրերը կգան, մեր լավ ընկերները պետք է գան, վարդերը իրանց համար բացվում են, փակվում են, ինչ ուզեն անում են, այս սիրուն կոկոմը, չգիտեմ ինձ ա թվում, թե շուտ են թառամում, բայց մի շաբաթ մնում են, ինձ թվում այդ նորմալ ա, չէ, մի շաբաթից ավել դժվար էլ մնան, նայեք, հա, մի շաբաթ, մի քիչ ավել, այս անանաս այնքան լավ էր աճում, ձմեռը երևի էսպես մրսեց, չգիտեմ, էլ ոնց որ կարելի ասել չի էլ աճում, լավ մեծացել էր աճում էր, բայց ձմեռը հաստատ մրսեց, ներսն էինք դրել, բայց ցուրտ էր, ներսն էլ էր սառ լինում, չդիմացա վերջը արևադարձային բան ա, էլի պետքա տաք լինի, ես էլ Քսենիայի նոր ամանն ա, իհարկե շների համար ա, բայց շատ մեծ ա ջրի համար, բայց խանութում ավելի հարմար չկար, կենդանների բաժնում, ես ենք վերցրել, մի կես ժամ ունեմ մինչև հյուրերի գալը, բարձրանամ մի քիչ ինձ կարգի բերեմ, մազերս ուղղեմ, մի քիչ հարդարվեմ, կինեզիսն ասեց տաք պահի, այդ ցավը ինքը ասեց, այդքան մրսելը չէ, ասեց կարող ա ծանրաբեռնել ես, ասում եմ, բայց հաջորդ օրը չեմ աշխատել, մասաժից հետո ազատ եմ եղել, ասում ա, ինքն էլ զարմացավ, ասեց նախ մի քիչ ուռած ա, բայց արեց մասաժ, դրա վրա չէ դրան ձեռ տալ, չէր լինում, շատ էր ցավում, կողքերը արեց, հետո այդ տաք բանը դրեց, ինչևէ, այսօր ավելի լավ ա, քան երեկ, որ ցույց տվեցի, այն տաքացնող բաները դնում ենք, լավ օգնում են, 12 ժամ մնում ա, հետո լրիվ սառում ա, մեջ ինչ-որ խոտեր են չորացրած, տաքանում ա մարմնի հետ շփվելուց, դե շորի վրայից ենք դնում, անմիջապես մաշկի վրա չի կարելի դնել կվառի, այդպես հիմա էլ չենք դրել, որովհետև հիմա դե հյուրեր էլ ունեինք, մտածեցի, որ արագ գնամ գամ կշոքեմ, դրա համար չկպցրինք, հիմա մտածում եմ ժակետը թողնեմ հագս, ներսը այդպես շոկ չի, դուրսնա շոկ, ես էլ դուրս չեմ գալու, տղամարդիկ կրակ կվառեն, մենք աղջիկներով մեր աղջիկական գործերով կլինենք, առավոտ կարդացի ձեր մեկնաբանությունները, ես սիրում եմ ձեզ ուղակի, սիրելի, շատ իմ հարազատ, թանկագին բաժանորդներ ջան, ինձ հարազատ դարձած մարդիկ, անչափ շնորհակալ եմ, որ դուք կաք, որ այսպես ինձ ուրախացնում եք, որ այսպես այնքան եմ սովորել, որ ես չգիտեմ, Աշոտին ասում եմ, կարդացի իրա մասին էլ էի գրել, իրա կարտոշկով ժարիտն էի հավանել, ասեմ, որ շատ համով էր, ուրախացավ ինքն էլ շատ, որ կարդացի ձեր մեկնաբանությունները իրա համար, չգիտեմ, այսպես դարելա իմ համար սովորել եմ, են էլ ոնց եմ սովորել, են մի 2-3 օրը, որ չէի գցում վլոգ, Աշոտն ասում էր, ես չես նկարում, ասում էի հավես չունեմ, չեմ ուզում նկարեմ, բայց չդիմացա, երրորդ օրը էլի նկարեցի,
ու այն հարազատ մարդիկ, որ եկել նորից գրել են, մի հոգի եկել գրել է, չգիտես որտեղից, ինչ որ քամուց քշված, այսպես ասեմ, քամուց քշված մեկը տղամարդու բանով էլ գրանցված էր, չգիտեմ, դա տղամարդ էր, ինչ տղամարդ, ինչ տղամարդ։ Մտել մի երկու այսպես տափակ բառ գրել գնացել, պետք է չի, չեմ, այնպես չի որ բանա, բայց իրան էլ բլոգ եմ արել, այնպես չի որ կլսի հիմա ինձ, բայց զարմանում եմ մեր հայ տղամարդկանց մեջ այդպես ինչ ասեմ, անուղեղ բաներ էլ կան, հա, փաստորեն, ես չի հանդիպել այդպես տափակ ասեմ, անմիտ ասեմ, այդպես հայի չի հանդիպել, ինչևէ, ով ասես կա կյանքում, ինչ ասես կա, ինչևէ բլոկել եմ արդեն, այնպես չի որ իսի մինչեր գրել, բայց ամեն դեպքում ինձ դուրս չեկավ, մտածում եմ վերջը, չգիտեմ, ինչևէ, այդպես ժողովուրդ ջան, ուզում եմ ասել, որ սիրում եմ ձեզ, շնորհակալ եմ ձեզ, այս ինչքան եք ինձ ոգևորում, մոտիվացնում, այս ինչքան, ուղղակի շատ լավն եք, շնորհակալ եմ, որ դուք կաք, որ իմ ալիքում եք, որ ինձ այսպես թև եք տալիս, ոգևորում եք, ամեն անգամ, որ կարդում եմ, շպտալով կարդում եմ, արդեն աշուտ գիտի էլի, ասում ինչ են գրել, ասում եմ, սպասի կարդամ դու էլ լսի, դե ամբողջը չեմ կարդում, որովհետև շատ է, կարդում եմ որոշ բաներ, ինքն էլ լավ զգում շատ, շնորհակալ եմ նորից։ Ինչևէ ժողովուրդ ջան, հիմա բարձրանամից մի քիչ կարգի հրավիրեմ, որ մեր հյուրերը շուտով կգան։ Ժողովուրդ ջան, դուրս եկա, ահագին շոկ եղանակա, բայց այս ժակետը ապահովության համար գցել եմ վզիս, մեջքիս, աչքս վախեցել է, նորից չմրսացնեմ ցավա, դեռ լրիվ չի անցել այդ ցավացող հատվածը, այս մասը, բայց ահագին պակասել է։ Ճիշտն ասած պետք է հիմա ժամը 12-ին ավելի շուտ, հիմա 12:30 է, պետք է մեր հյուրերը գային, բայց անց կեսա զանգել ենք դեռ չեն էլ դուրս եկել, իրանց գործերով են, պետք է գան, ճանապարհին մի տեղ մտնեն, այսինքն մինչև այդպես իրանց տեմպերով գան, ինձ թվում է պայմանավորված ժամից հաստատ մի ժամուկես, 2 ժամ կուշանան։ Դրա համար ասեցի չեմ նստելու, սպասեմ իմ գործեր այսպես ետ են ընկնում, դուրս կգամ գնամ, ինչ որ անելու յանեմ վերջացնեմ գամ, որովհետև էլի է եղել նախկինում, որ ասել եմ, բայց շատ են ուշացել իրանց ժամից, անկեղծ ասած, ես չեմ սիրում, որ պայմանավորվում են ու չեմ պահում պայմանավորվածությունը, շոքա, բայց այս կողմը բանը քամի է հետնել, չեմ սիրում, որ պայմանավորվում են ու իրանց ասած ժամից բան են անում էլի, եթե հարմար չի կարելի ասել, ասենք այդ ժամին հարմար չի, մի ժամ հետո կամ չգիտեմ, այդ օրը հարմար չի, մի օր հետո, չգիտեմ, էլի վերջը կարելի է պայմանավորվել, երևի չգիտեմ, ամեն դեպքում չեմ սիրում, որ պատասխանատու բան չի, էլի, որ պայմանավորվում ես ու պայմանավորվածությունը չես պահում, դրա համար ասեցի հիմա չեմ նստելու, սպասեմ, ավելի լավ է գնամ, ես իմ գործերն անեմ կամ այդ ընթացքում, հիմա դուրս եկա գնամ նախ կինեզիստը, հիշում եք իմ մասաժները 6 հատ էր նշանակել իմ բժիշկը, հետո 3 հատ էլ ավելացնել տվեցի, հիմա այսօր կինեզիստն ասեց, այդ 6 հատ վճարես, հետո այն 3-ը առանցին, դե որ են թուղթը այդպես 6 հատով ա գրած, դրա համար ասեց 6 հատը վճարես, ասեց խնդիր չկա, այդ վճարեցի, դե որ վճարում ենք թուղթ է տալիս, որ տանենք մեր ապահովագրություն, որ այդ գումարը ետ ստանանք, մի մասաժի համար այնտեղ նայեցի 31 ու քանիս եմ վճարել, 6 մասաժի համար վճարել եմ 191 ու էլի ցենտեր, 190 կլորացրած ասեմ, 191 եվրո եմ վճարել 6 մասաժի համար, հիմա այդ թուղթը տանեմ ապահովագրություն, այնտեղ դրսում արկղ ունեն, կգցեմ այդ արկղի մեջ, այնտեղից էլ պետք է դեղատուն մի հատ մտնեմ, կինեզիստն էլ ասեց, ասում ավելի լավ է, մի հատ նայեմ հեծանը որ չկա, ասեց ավելի լավ է, մի 3 օր գոնե իբուպրոֆեն խմես, ասեցի իբուպրոֆեն չեմ կարող խմեմ, որովհետև ես մի հատ դեղ եմ խմում, ճնշումը կարգավորող դեղ է, դրա հետ չի կարելի իբուպրոֆեն խմել,
Իմ բժիշկն ասել էր դիկլոֆենակ նշանակե մի քանի օր խմի, նշանակել է, բայց ես չեմ խմել։ Իրական ես չեմ էլ սիրում տեղեր խմել, բայց դրա համար զուտ էլի, բայց հիմի ոնց որ կգնամ այդ տեղը վերցնեմ, 3 օր խմեմ։ Փողոցը պետք է անցնեի, տեսնեմ ոստիկանության մեքենան ահագին բարձր արագությամբ գալիս է, բայց առանց սիրենաների կանգնեցի, մտածեցի երևի կանցնեն, չեն զիջի, բայց չէ, կանգնեց, զիջեց, մի հատ էլ ձեռքով, այսպես սիրալիր ցույց տվեց, որ անցնեմ։ Այդպես ժողովուրդ ջան, գնամ դիկլոֆենակը կվերցնեմ, դիկլոֆենակի հետ բժիշկը ստամոքսը պաշտպանող բան էլ նշանակել, ասեց մի հատ խմես առավոտ, բանը դիկլոֆենակը 2 անգամ պետք է խմեմ, ասեց մի անգամ այդ ստամոքսը պաշտպանողը խմի հերիքա, կմտնեմ այդ կվերցնեմ, մեկ էլ մի հատ էլ ուզում եմ ճիշտ ասած մտնեմ, հիշում եք այս սաբոները, որ առել եմ, այսպես կամ ու կաց եմ էլի, համ առել եմ, համ էլ մեջտեղի հատվածը այդպես դուրս շատ չէր գալիս, հարմար էին, ոչինչ, բայց մեջտեղի բան այդպես շատ դուրս չէր գալիս, ասա որ դուրս չէր գալիս, խիր առնում, այ Սվետլանա ջան, հիմի ուզում եմ տանեմ, եթե հետ կվերցնեն, հետ կտամ, եթե չէ, բասանուշկա կփորձեմ վերցնեմ, այս տիպի, նմանատիպի բան էլ դերմույց եմ պատվիրել, ավելի շուտ սրանից սիրուն, մինչև են կգա, իմի ամեն դեպքում ես ուզում եմ հետ տամ կամ փոխեմ, նայեմ ոնց կլինի, եթե ետ վերցնեն, ինտերնետով նայեցի, իրանք հատուկ ետ վերցնելու բան չունեն, ոնց որ կանոնակարգ, պետքա զանգենք, պետքա հարցնենք, իրանք էլ պետքա իրանք որոշեն ետ վերցնում են, թե չէ, հիմա կասեմ, որ վերցրել եմ, բայց մի քիչ հարմար չի, տեսնեմ ինչ կասեմ, իրանցից է կախված, որովհետև խանութներ կան, մի քիչ եթե կախված է այդ աշխատողից, եթե ուզում է ետ վերցնի, վերցնում է, եթե չեն ուզում, չեն վերցնում, այդպես փորձ ունեցել եմ էլի, մի անգամ հայնեմում մտա, ուզում էի հագուստ ետ տայ, ասեց փողը ետ չենք տալիս, այսինքն ետ վերցնում են, ուղղակի փողը ետ չեն տալիս, ասեց, բայց փողը ետ չենք տալիս, ասում է բոն ենք տալիս, քարտ ենք տալիս, որ նորից կանչեն գնաս առնես, էլի, ասց դե չգիտեի, ասեցի իրում այդպես, ասի հա խնդիր չկա, բայց հետո իմ ընկերուհին, որ այդ խանութում էր աշխատում, ասեց չի լավ էլ տալիս ենք փողը, ասի դրաս նայե, ոնց խաբեցին ինձ, այդպես ժողովուրդ ջան, հիմա գնամ տեսնեմ սրանք ինչ են ասում, եթե այդ չվերցես բասանուշկա կառնեմ, կփոխեմ բասանուշկայի հետ, փոփոխական եղանակ, հիմա էլ սառնացուրտ է, բայց խանութը մասնորդ են, այդ որ կինեզիսն ասեց, մասաժից հետո ծանրաբեռնել ես, ծանր բան արել ես, ասեցի չէ, բայց ճանապարհն հանկարծ հիշեցի, որ մասաժից հետո մտալդի, մի ծանր պայուսակ, բրոկոլի բան առա, գնացի տուն, ինձ թվում է կարող է այդ պատճառ եղա, որտև ասեց մկանները մասաժից հետո թուլացած են լինում, երևի ծանր բան ես արել, դրանից է ցավացել, հաստատ այդ կարար ազդեր, պլյուս էլ մրսելը, ասում է թուլանում են մկանները, հետո էլ դու պետք է վարժություններն անես, որ ամրանան, ասում է գլուխդ միշտ ուղիղ պահի, այդ ցավից որ մի քիչ թեքել է ես կողմ, ասում է գլուխդ միշտ ուղիղ պահի, որ մկանները չկարճանան, ուսերդ միշտ կախած պահի, այդ դրանք մեզ պետք է մանկուց ասեին, չէ, չնայած մանկուց ասում էին մեջքդ ուղիղ պահի, բայց շատ չէինք հասկանում, այնպես որ եթե բան են ասում, պետք է լսենք էլի, այդպես ժողովուրդ ջան, ես հասա այդ կոշիկի խանութ, մտնեմ տեսեմ ինչ է լինում դուրս գամ։ Ձայնը դիտավորյալ եմ անջատել, ռադիոյի ձայնա, բայց մեկը YouTube-ը էդ էլ չի թողնում գցենք, անցյալ անգամ այս նույն խանութում ռադիոյի ձայնը թողել էի վիդեոյի մեջ, YouTube-ը չէր թողնում, որ գցեմ վիդեոն, դրա համար հիմա անջատել եմ ձայնը, տեսեք մտնում եմ ոչ մեկ չկա խանութում, ոչ հաճախորդ կա, ոչ վաճառող կա, ոչ մեկ, այս խանութում ընդհանրապես շատ քիչ են լինում աշխատողները, մի հոգի երևի 2,
Հիմա բասանոշկաներ եմ նայում, չնայած չգիտեմ, էլ մարդ չկար, որ հարցնեմ, կարամ փոխեմ այդ սաբոների հետ, թե չէ։ Ամեն դեպքում նայեմ, պատրաստ ունենամ, եթե կփոխեն, եթե չէ։ Երկու տեսակ շատ սիրուն բասանոշկաներ գտա, հեսա չափսն էլ կա։ Փորձեմ, նայեմ ոնց է ոտիս լինում ու տեսնեմ աշխատողը երբ կգա։ Այսինքն այնտեղ զանգ կար, դրա զանգը երևի կխփեմ, որ կա, որ խաբար լինի։ Այս սրանք սիրուն էին, էլի մի տեսակ կա, որ շատ սիրուն էր։ Այս ինձ սիրուն փողոց է։ Շատ սիրուն փողոցանն է, սիրուն, հաճելի։ Խանութից դուրս եկա, կոշիկները սաբուները ետ չվերցրեց, ասում է տուփով պետք է լինի, որ ետ վերցնենք, ասում եմ, բա չեք ասել, որ տուփով պետք է լինի, ասում է, դե որ կինը փորձում է, մտածում ենք փորձում է, գիտի, արդեն կլինի կվերցնի։ Եթե կինը փորձում է, կինը գնում է տղամարդու համար, ասում ենք, բայց ասում է, որ դուք գնել եք, չենք ասել, որովհետև մտածել ենք, որ փորձել եք լավ է։ Ասում ախր հիմա ավելի թանկ կոշիկներ եմ վերցնում, սիրուն բասանուշկաներ փորձեցի, 65 եվրո արժեին, շատ սիրուն էին, ասեցի ես հետ տամ, ավելացնեմ վրան են կվերցնեմ, էլ չհամաձայնվեց։ Ասում ոչ մի տարբերակ չկա, մի հատ մենեջերին հարցրա, ասում է մենեջերը ստեղ չի, ասի դե քո գործն է լավ։ Նորից հետս ետ վերցրի։ Ես գցում ենք այս ակթի մեջ, որ ապահովագրությունը ետ վճարի։ Այդպես ժողովուրդ ջան, դե ոչինչ, լավ չվերցրեց, իրա գործն է, բայց նենց սիրուն բասանոշկաներ փորձեցի, դերն էլ չէի վերցնի, որովհետև բասանոշկա էլ 1000-ից մեկ եմ հագնում, հիմա շտապ պետք չի, որ վերցնեմ, առավել ևս հիմա կոշիկներ եմ պատվիրել մի 3 զույգ, այնպես չի, որ այս ամիս պետք է անպայման այդքան մի քանի զույգ կոշիկ ու բասանոշկա առնեմ։ Ինչևէ, հիմա ուզում եմ նախ դեղատուն պետք է մտնեմ, մեկ էլ հիշեցի, որ դեղատան մոտ սուպերմարկետ կա, այնտեղից պետք է սուրճ գնեմ։ Մտնեմ սուրճ էլ գնեմ, տնից դեռ զանգ բան չկա, նշանակում է մեր հյուրերը դեռ չեն եկել, այնպես որ կարամ եմ գործերը վերջացնեմ։ Այսպես պետք է ժամանակը դասավորել, ոչ թե նստեմ, սպասեմ, մինչև հյուրերը գան գնան, նոր դուրս կամ իմ գործերով։ Ճիշտ չի ժողովուրդ ջան, ասեք որ ճիշտ է։ Պետք է ժամանակը ճիշտ կազմակերպել։ Փողոցներն է մաքրում։ Citrus 24.95 չերիները սրանց գինն ուրա սիրուն ծաղիկներ սրանք էլ 14.95
Սեղչել են սրանք էլ մինուս 50%։ Չերիներն էլ էին երևի 25 եվրո։ Մանդարիններն էլ էին 25 եվրո։ Ես լիմոն կուզեմ, բայց վստահ չեմ, որ ձմեռը կդիմանա։ Մեր առաջին հարկումը հագիս սառն է լինում, իսկ բանն էլ վերևն էլ հարմար չի, պատուհանը գոգ չունի, որ պատուհանի գոգին դնեմ արև ընկնի։ Այդ խանութը շատ լավն է, շատ լավ, այնքան լավ բաներ կան, այնքան պիտանի բաներ կան, այսպես ասում եմ պիտանի չէ, այնքան բաներ ենք առնում լցնում տուն, որ հետո էլ տեղ չի լինում։ Ստացվում է, որ այնքան ոչ պիտանի բաներ ենք առնում էլի։ Jesus really love you. Քրիստ Յուրգեն կոչվում է ստրետորաս։ Այս ինչա, եկեղեցի է, թե ինչա։ Սիրուն կարմիր է, սիրուն ծաղիկներ են։ Լայն թափեր են, ես ինչ սաղ կա։ Բայց մեկ ինձ սիրուն է։ Այդ կոշիկի խանութը որ մտա, բացարձակ ոչ հաճախորդ կար, ոչ աշխատող կար, մարդ չկար։ Գնացի իմ համար, նստեցի, փորձում էի, հետո մի հոգի էլ հաճախորդ եկավ, իհարկե զանգերը դե կոշիկների վրա դրած են, էլի ասենք, այնպես չէ որ մարդիկ կարան գողություն անեն, բացի դրանից շատ կոշիկներ մի հատն են դնում, երկրորդ զույգը չկար։ Այդ բասանոշկեն որ վերցրել էի, ուզում էի այդ փոխեի, այդ վերցնեի, ոնց ման եկա երկրորդը չգտա։ Հետո որ մոտեցա ինքը կասա եկավ, ես էլ գնացի, ասում եմ ուզում եմ փոխեմ սրանք վերցնեմ, բայց երկրորդը չկա, ասում է երկրորդը պայստում է։ Ես էլ անտեղի ման էի գալիս։ Այ ժողովուրդ ջան, արձակուրդս թռավ ուղղակի։ Վաղվանից գործի եմ, բայց լավ է, հաջորդ ամիս էլ արձակուրդ ունեմ։ Տղաս էլ 2 օրից կգնա, մի քիչ տխուր եմ դրա համար, բայց լավ էր որ եկավ, տեսանք, կարոտներ սառանք, էլի ասեց կգա, մի 2 ամսից կգա։ Հարցրել էի քանի տարեկան է, տղաս 23 է, 23.5։ Ալբերտեին եմ եկել, գնամ նայեմ այդ սուրճը, այսինքն ինչ հարմար սուրճ կգտնեմ, այդ եմ ասում, որովհետև մի տեսակ կա, որ շատ լավն է, դրանից եմ ուզում։ Հիմա գնամ տեսնեմ, մինչև այդ կարելի է նայել, ինչ ունեն զեղչի տակ, այս վարունգները, վարունգ պետք չի, հենց 3 են կարել։ Դասի օրերին է սուպերմարկետում շատ են լինում աշակերտները մոտա դպրոցին գալիս են ուտելու բան են առնում։ Վերցրի սուրճ, 2 տեսակ վերցրել եմ։ Էլ ինչ վերցրի, հա, սուրճ վերցրի 2 տեսակի։ Կարծում եմ լավը կլինեն են մի տեսակը, լավ ֆիրմա է, իտալական սուրճ է, հատիկներով վերցրի մեկը խոշոր աղացած։ Հատիկներովը ես կաղամ, այդպես ավելի հաճելի է, անուշ հոտը տարածվում է, բույրը տարածվում է։ Իսկ մյուս տեսակը արդեն աղացած է։ Տանը ցույց կտամ, հետո կասեմ համով են, չնայած են մեկը համով է, միշտ մենք առնում ենք։ Կաղամ սուրճի բույրը տարածվի տան մեջ։ Խանութն էլ վերջացրի ժողովուրդ ջան, մնում է հիմա մտնեմ դեղատուն, ես ընթացքում բացված կլինի, որովհետև ընդմիջման ժամ էր, տանից որ դուրս եկա, փակ էր դեղատունը, հիմա բաց կլինի։ Մտնեմ այդ դիքլոֆենակն էլ վերցնեմ, ոչինչ լավ 3 օր կխմեմ։ Ու գնամ տուն, գնամ տեսեմ մեր հյուրերը երբ են գալու։ Ինչքան ասում եմ, բայց մեկը էլի պայուսակը սահագին ծանր է։
էլի մասաժ եմ ստացել, էլի ծանր պայուսակով եմ։ Են մի անգամ էլ այդպես արեցի, էլի։ Հիմի կասեք, բա մեքենայով քիչ ես գնում։ Որովհետև այնքան տարբեր տեղեր եմ մտնում, կենտրոնում կանգնելու տեղ այդպես պարկինգ չկա։ Այն գետնի տակի վճարովի պարկինգներն են։ Բայց 1000 մետր եմ քայլելու, դրա փոխարեն, չգիտեմ, քանի 2-3 կիլոմետր պետք է մեքենայով գնամ։ Դրա համար էլ այսպես հանգիստ գնում եմ առանց ստրեսի։ Ուղղակի պայուսակսա մի քիչ ծանր, բայց ոչինչ, հասա դեղատուն։ Մտնեմ էլ վերցնեմ ու ժողովուրդ ջան։ Կալցիումը ցույց էի տվել, տեսել եք։ Արդեն սկսեցի խմել, արդեն երկրորդ օրն խմում եմ։ Դեղերը վերցրի դուրս եկա, ժողովուրդ ջան, աշոտել հենց նոր զանգեց, ասեց մեր հյուրերն եկել են, այնպես որ ես էլ տուն եմ գնում արդեն։ Գնանք տեսնենք ինչ ենք անում։ Աչքովս ընկավ մի այսպիսի նորություն, որ Արմավիրի մարզում կարծեմ 4 ավելի մեծ երեխաներ, դպրոցականներ, 2-9 տարեկան երեխաների ստիպողաբար նարկոտիկներ են ոնց որ տվել, օգտագործեն, ստիպելով մի քանի ամիս, այս երեխեքներ սովորել են ու տանից փող են գողացել, որ երևի գնան էլի առնեն, էլի, շոկի մեջ եմ, այ քեզ բան, այդ ինչ ա կատարվում, պատկերացնում եք արդեն դպրոցի այդ տարիքի երեխաները իրանք օգտագործում են, փոքր երեխաներին էլ քաշում են այդ իրանց կեղտոտ բաների մեջ, բա այդ դպրոցում ոնց չեն տեղյակ լինում, կամ ոնց այդ ամեն ինչը լինում, էլի, որ ոչ մեկ չի տեսնում, ոչ մեկ չի իմանում, այ քեզ բան, շոկի մեջ եմ, լուրջ եմ ասում, այն խեղճ երեխեքը 9 տարեկաններին պատկերացնում եք, արդեն սովորացնում են նարկոտիկ օգտագործել։ Դպրոցում ինչ ա կատարում, տնօրենը կամ ուսուցիչները կամ ծնողները չեն զգացել, ոնց ա եղել, ահա որ ա ուղղակի չհաշված է մի փոքր երեխա ա կորել, ես նորություններին շատ չեմ հետևում, հիմա այսպես մի անգամից ոնց որ Աշոտն ա հետևում, ինքը ասեց, այդ մի հատ էլ փոքր երեխա ասում ա կորել, հուսանք որ խեղճ երեխան կգտնվի, այ քեզ բան։ Կարճ ասած, այդ բանի պահով հատկապես, որ չեմ կարող ուղեղիս մեջ չի տեղավորվում, որ ենթադրում եմ 15-16 տարեկան կարող է լինեն, էլի ավելի բարձր դասարանի տղաները, որ նարկոտիկներ են օգտագործում։ Պատկերացրեք, որ այդ ամեն ինչը կարող լինի ամեն մեկիս երեխայի հետ, ու մենք տեղյակ չլինենք։ Ահա որ պետք է ավելի ուշադիր լինել երեխաների նկատմամբ, ժողովուրդ ջան, կապ չունի տղա աղջիկ, պետք է ավելի ուշադիր լինել, այնպես անել, որ երեխաները վստահեն, խոսան, չվախենան, դե վախի ծնողներին հո բան չեն ասի։ Ահա որ այ հիմա հասա տուն, ժողովուրդ ջան, անջատեմ պայուսակս ծանր ա, հոգնեցի, անջատեմ այս մեքենաները, որ տեսնում եմ, չէ, այ նայեք, այ սրանք, որ տեսնում եմ, չէ, ուսուցողական էլի, ոնց որ ավտոդպրոցի սովորացնողների մեքենաները, ավտոդպրոցների մեքենաները, որ տեսնում եմ, հիշում եմ իմ օրերը դժվար, իդեպ այսօր նամակի տեսքով էլ են ուղարկել, այն որ ասեցի պետք է պարտադիր գնամ 4 ժամվա դասընթացի մասնակցեմ, օնլայն էին ուղարկել, մի հատ էլ թղթով են տվել ուղարկել, հետն էլ գրածա պարտադիր պետք է մասնակցես, եթե չմասնակցես, ժամկետից ուշ գրանցվես 62 եվրո, այդ ժամանակ եմ տուգանում, հետո հերթով կարգով, ահա կրակը վառել եմ, ոնց որ մեր կողմից ա գալիս արդեն տղաները պատրաստվում են իրանց խորովածային գործեր են։ Հասա տուն, ժողովուրդ ջան, եթե հարմար լինի, դեմ չլինեն մեր հյուրերը, կնկարեմ մի քիչ։